Բերեք սկսենք նախ հայ գերիների վերջին խմբի ազատ արձակման թեմայից։ Փորձենք բարձել, դա ի վերջո գործարք էր, թե ինչ-որ պայմանավորվածության արդյունք երկու երկրների միջև։ Ուրեմն նախ նշեմ, որ որոշակի իրադարձություններ նախորդել էին եւ կար հետաքրքրական ժամանակագրական համընկնում, որպիսի պայմաններում մենք կարծում ենք, որ սա ընդհանրապես մարդասիրական քայլ չէր եւ այն պայմանավորված էր սիրիացի վարձկանների հանձնման գործընթացով։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերին արդեն իսկ հետաքրքրություն կար վարձկանների նկատմամբ, ընդ որում առավել ակտիվ դերերում էր հենց Թուրքիան, որը որոշակի ձևավորված փոխհարաբերություններ ունի նաև Սիրիայի իշխանությունների հետ։ Եվ այս ընթացքում նաև խոսվում էր գերիների վերադարձի մասին, եւ մենք տեսանք, որ 25 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան մի քանի հետաքրքիր զարգացումներ, մասնավորապես Կարմիր խաչը հնարավորություն ստացավ երկարատև դադարից հետո տեսակցել հայ գերիներին, սա շատ անակնկալ տեսակցություն էր, ընդ որում կարճ ժամկետում փոխհամաձայնեցված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակի հետ։ Եվ նաև ունեցանք բացասական զարգացում առողջականի հետ կապված խնդիրներ, որը սուր արտահայտություն ստացավ Վագիվ Խաչատրյանի պարագայում, ով տառապում էր նաև սրտային հիվանդությունից։ Եվ արդեն հունվարին մենք ունեցանք 4 անձի հայրենադարձում, բայց նույն օրը երկու վարձկանները հանձնվեցին Թուրքիայի իշխանություններին Սիրիա փոխադրելու նպատակով։ Ինչն է այստեղ կարևոր, որ հանցագործների հանձնումը սա խիստ կանոնակարգված գործընթաց է, դրա առնչությամբ գործում են բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, Հայաստանը Սիրիայի հետ ունի իրավական աջակցության օգնության վերաբերյալ համաձայնագիր, բայց այս համաձայնագրի առարկան դատարանի ներկայացնելու նպատակով քրեական արդարադատության շրջանակում համագործակցությունն է եւ կոնկրետ փաստաթուղթ, որը կկարգավորի պատժի կրման նպատակով հանցագործի հանձնման ինստիտուտը պարզապես գոյություն չունի Հայաստանի եւ Սիրիայի միջև։ Չնայած նաեւ իրավական հիմքի բացակայությանը մենք տեսանք, որ վարձկանները հանձնվեցին, նրանք ոչ թե տրամադրվեցին օրինակ Սիրիայի դեսպանատանը, հյուպատոսական ծառայություններին, այլ մեկ այլ պետության ներկայացուցիչներին իրենց քաղաքացիության երկիր վերադարձնելու նպատակով։ Եվ այս ժամանակագրական համընկնումը եւ իհարկե այլ հարակից իրադարձություններ թույլ են տալիս վերլուծական մակարդակով պնդելու, որ սա ոչ թե գործարք էր, այլ ոչ թե մարդասիրական քայլ, եւ մենք չենք տեսնում, որ ավտոնոմ կերպով գերիների խնդիրները ստանում են իրենց լուծումը առանց քաղաքական նշանակություն ունեցող հարցերում փոխպայմանավորվածություններ ձեռք բերելու։ Բայց մի հանգամանք էլ է կարևոր հասկանալ, Բաքուն է ընտրում ում ազատ արձակի, թե կարծում եմ Երևանից էլ է իմպուլս ստանում։ Որոշակի իմպուլսներ փոխանցվում են, բայց կան չափորոշիչներ եւ մեզ համար տեսանելի են այդ չափորոշիչները, այսինքն մենք որոշակի օրինաչափություններ ենք տեսնում Բաքվի իշխանությունների վարքագծում, օրինակ եթե բացատրելու լինեմ այս վերադարձը, մենք կտեսնենք, որ նախ գործ ունեինք քաղաքացիական անձանց հետ, ճիշտ է, որոշների պարագայում նրանք փորձում էին մատուցել, որ գործ ունեն զինվորականների հետ, օրինակ վարձկանության ինստիտուտներ վերագրվում Վիգենին, սակայն եթե մենք ըստ էության դիտարկում ենք դեպքերը, ակնառու է դառնում, որ 4 հայրենադարձվածներն էլ քաղաքացիական անձինք էին։ Վագիվ Խաչատրյանի գերեվարումը շատ ակնառու էր, քաղաքացիական բնակիչը ընդհանրապես Կարմիր խաչի ուղեկցությամբ բուժ նպատակներով անցնում էր Լաչինի միջանցքը։ Վիգենի պարագայում մենք գիտենք, որ անմիջական պատերազմի մասնակից չէ, անձնական իր էր վերցնելու նպատակով, տեղեկատվության նաև թերի ոչ
ոչ ամբողջական տիրապետելու ուժով մուտք են գործել փորձեր անել Շուշի, որը արդեն գտնված է եղել ադրբեջանական վերահսկողության ներքո եւ Գևորգի եւ Դավիթի պարագայում կրկին նրանք դասական քաղաքացիական անձինք էին, ովքեր նաեւ մարդասիրական բարեգործական գործունեություն էին իրականացնում, նաեւ ակտիվ էին իրենց արտահայտություններում, ինչը լրացուցիչ թիրախ էր դարձրել։ Մյուս անձինք, ովքեր որ տվյալ պահին գտնվում էին Ադրբեջանում, այլ օրինակ ռազմագերիներ էին, նույն Լյուդվիկ Ալյոշան, նրանք կամավորական հիմունքներով պատերազմի ներգրաված անձինք էին եւ իհարկե մենք ունեինք 16-ի ընթացող դատավարությունը, որտեղ ներգրաված են նախկին ղեկավարներ եւ 8 անձինք, ովքեր ինքնապաշտպանական մարտերին մասնակցություն էին ունեցել։ Այսինքն նման խմբավորման անձանց գոյության պայմաններում հասկանալի է, որ Ադրբեջանը նախ եւ առաջ պետք է ազատ արձակեր իրենց իրական բնույթով քաղաքացիական անձանց եւ նաեւ ինչու ոչ երկրորդական կարևոր գործոն են դիտարկում վիճակը անձի որպես կանոն լուրջ առողջական խնդիրներ, ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հետագա անազատության մեջ մնալը լրացուցիչ բեռ եւ պատասխանատվություն է եւ այս գործոնը նրանք եւս համակցում են։ Հիմա այնինչ տեղի ունեցավ մեծացնում է մյուսների վերադարձի հավանականությունը։ Սա դրական էր այն առումով, որ մենք 23 թվականից ի վեր չունեինք հայրենադարձում, այսինքն միջպետական փոխհարաբերություններում կրկին քաղաքական դրդապատճառներով կար սառեցում եւ մարդասիրական խնդիրը այլ պայմաններով եւս իր լուծումը չէր ստանում, կարծում եմ ինքնին, որ 4 անձ հայրենադարձվեց, սա դրական է եւ ինչու ոչ դրական էր Կարմիր խաչի միգուցե մեկ անգամյա իրավիճակային մուտքի թույլտվությունը, որը բնականաբար չկա, որտեվ սրանք կանոնավոր ոչ, մենք այս պահին չունենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կանոնավոր այցելություններ, կարող են իրավիճակային մեկ անգամյա ad hoc այցելությունները համաձայնեցվել եւ տեղեկատվության անմիջական դիտարկումների արդյունքում հավաքագրման միակ աղբյուրը եղել եւ մնում է Կարմիր խաչը։ Երբ ասում եք, ձեր խոսքն է սա, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կարելի է վերադարձնել առանց ձևականության, որ ձևականության մասին է խոսքը։ Նկատի ունեմ առանց իրավական ոլորտում, քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության, քանի որ ադրբեջանական ներպետական օրենսդրության իմաստով նրանք համարվում են կալանավորվածներ կամ մի մասը դատապարտվածներ, հասկանալի է, որ պարզապես ազատ արձակում չի կարող տեղի ունենալ իրավական տեսանկյունից, եթե խնդիրը դիտարկում ենք իրավական հարթության մեջ։ Կամ պետք է լինեն հանձներումներ, կամ պետք է լինի ներման անհատական ակտ, կամ պատժի կրման նպատակով անձը պետք է փոխանցվի, հանձնվի իր քաղաքացիության երկրին պատիժը կրելու նպատակներով։ Բայց մենք տեսել ենք, որ անկախ պատժի կրման ժամկետի լրացած լինելու հանգամանքից ադրբեջանական կողմը հայկական կողմին հանձնել է գերիներ, որոնք անհապաղ ազատ են արձակվել։ Եվ այս լուծումները դատավճիռը արդեն ունենալով։ Այո, դատավճիռ եղել են, դատավճռով դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, մենք կարող ենք քննարկել անգամ վերջում հայրենադարձվածների օրինակները, հա, նրանք 15 կամ 20 տարի ազատազրկման դատապարտված անձինք էին, ովքեր ամբողջովին իրենց պատիժը չէին կրել Ադրբեջանում։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ թե հանձնեց Հայաստանի իշխանություններին պատժի չկրված մասը Հայաստանում կրելու նպատակներով, կամ ոչ թե նրանց ներումներ շնորհեցին եւ անհապաղ ազատ արձակեցին, հնարավորություն տալով ճամփորդել իրենց քաղաքացիության երկիր, այլ առանց իրավական ձևականությունների նրանք հանձնվեցին Հայաստանի իշխանություններին։ Իրավունքի մեջ այս լուծումը գոյության իրավունք չունի, սա հակաիրավական է եւ սա հավելյալ փաստարկ է, որի միջոցով մենք պնդում ենք, որ գործընթացները քաղաքական են, անգամ իրավական գործընթացները օգտագործվում են քաղաքականությունը սպասարկելու նպատակներով։